Պտղատու կակտուս, արմա, վիտալական հսկասխտոր, բերքատու եղևնիներ, ավոկադո, սա ամբողջ ցանկը չէ այն մշակաբույսերի, որոնք աճում են լիբանանահայ Արա Տագեսյանի փորձարարական ջերմատանը։ Չնայած բույսերի բազմազանությանը, ֆերմերի փորձարկումներն ուղղված են հատկապես ավոկադոին, որի 3 տարեկան ծառերն արդեն պտուղ են տվել։ Անհատական միջոցներով 650 մետր ջերմոց կառուցեցի, 100 ծառ ներգրեցի Լիբանանից, օդանավով, որ արագ process-ը լա ամեն ինչ, երբ որ ծառերը ներգրեցի փութամադի հասությամբ էին ամեն մեկը, հիմա նայեցեք ինչքան հաստ են իրենք, 3 տարեկան են ընդամենը այս ծառերը։ Շուգայի ավոկադոներից շատ ավելի ամով են մեր ավոկադոները, մեր ոչ թե ես ջերմոցի իմ ավոկադոները գովելու համար եմ ասում, բարձրապես այդ ավոկադոները երկար ճանապարհ են անցնում մինչև որ հասնեն Հայաստան։ Չնայած իրենք ոչ կպորպոսնին, ոչ կհոդին, ոչ էլ մի բան կլինի իրանց հետ, ոչ մի բան, բայց մերը թարմա միանգամից մարդիկ առնում են, տանում 6 օրից հասունացնում են, 8-10 օրից հասունացնում են ու սկսում են ուտել։ Ավոկադոն հասունանում է ոչ թե ծառի վրա, այլ քաղելուց հետո մոտ 7 օրում։ Դա է պատճառը, որ բերքը հավաքում են երբ ցանկանան։ Որպեսզի պտուղը նվազ եւ անկորիչ չլինի, ֆերմերն առաջիկայում մեղուներ կներկրի լիարժեք փոշոտում իրականացնելու համար։ Եթե փոշոտումը լավ չի կատարվում, ավոկադոն ինքը այս վիճակի մեջ է մնում ու ինքը առանց կորիզի է։ Մշտադալար այս մշակաբույսը քմահաճ չէ, շատ խնամք չի պահանջում։ Ջերմություն, խոնավություն եւ սնուցում, սա է այն ամենը, ինչ պետք է ավոկադո աճեցնելու համար։ Եթե հարևան Վրաստանում ավոկադոյի ծառեր կարելի տեսնել դրսում, բայց երկնքի տակ, Հայաստանի բնակլիմայական պայմանները դա թույլ չեն տալիս։ Այստեղ դրա աճեցման ամենահարմար միջավայրը ջերմոցն է։ Սփյուռքը հայ այգեգործը նպատակ ունի մասսայականացնել չափազանց օգտակար այս պտղի մշակությունը։ Ցանկություն ունի, որ նախընթաց ստեղծեմ, որովհետեւ մարդիկ սկսին ավոկադո աճեցնել Հայաստանի մեջ եւ ինքը շահույթ ապահովեն գյուղացիները կգնան մանավանդ սահմանամերձ տեղերը, եթե ջերմոցներ տնեն եւ pedagogan օժանդակություն լինի, հրաշալի եկամուտ է, մարդիկ իրանց նստած տեղը կարող են 1 հեկտար ջերմոցով, 5000 մետր ջերմոցով իրենց ամբողջ տարեկան ապրուստը եւ ավելիով հոգալ։ Հիմա արդեն ինքն է տնկիներ ստանում կորիզից հետո պարտադիր պատվաստում է, որ 2 տարուց բերք ստանա։ Առաջին տարին 1 ծառից 10-ից ավելի ավոկադո է հավաքել։ Ասում է առանց պատվաստելու էլ ծառը կարող է պտուղ տալ, միայն թե 5-ից 6 տարի հետո։ Այս ծառը լրիվ կորիզից է եւ հիմա արդեն պատվաստված է, շատ հավանաբար 2 տարի են կրնանք աստեղեն ավոկադո քաղել։ Արա Տագեսյանը Հայաստան է վերադարձել 2020 թվականին։ Լիբանանում ոսկերչությամբ է զբաղվել ու երազել այգեգործության մասին։ Երազանքն իրականացրել է այստեղ կնոջ օգնությամբ։ Միասին էջմիածնում պիստակի այգի, հետո փորձարարական ջերմոց են հիմնել, որտեղ տարաշխարհիկ մշակաբույսերի կողքին նաև ցիտրուսի տեսականիներ են փորձարկում։ Այս գոչվում է կոմկուատ, ճիշտ արմավի նման միրգ է, որ գեղևով միասին ուզում է, ինքը սիտրուսային է։ Ֆերմերի զարմացնում է անպտուղ եղևնիների առատությունը մեր երկրում։ Ինքը հիմա դրանց բերքատու տեսակն է աճեցնում, որ մասսայականացնի եւ արթնացնի գյուղատնտեսությամբ զբաղվողների հետաքրքրությունը օգտակար ու թանկարժեք այս բույսի նկատմամբ։ Կիլոն $90 է միջուկը եւ Հայաստանում մենք այս եղևնիների այս սորտից միլիոնավոր ծառեր ունենք, բայց բոլոր Հայաստանի ծառերը ворց են։ Ես զարմանում եմ, ինչու համար այդքան ворց եղևնիներ ենք տնկել, երբ որ հնարավոր էր էգ եղևնիներ տնկել եւ միրգ ստանալ։ Էգ տեսակը ինքնափոշոտում ունի, պետք չունի ворցի, ինքը իրան մեծանում է, ինքը իրան փոշոտում է, ինքը իրան միրգն է տալիս։ Որպեսզի նվազագույնի հասցնի էլեկտրաէներգիայի ծախսն ու տնտեսի միջոցները, նորարարությունների սիրահար ֆերմերը հատուկ սարք է ստեղծել, որի միջոցով ընդերքի ջերմությունը փոխադրում է ջերմատուն։ Ես հիմա համոզված եմ, որ այս դուրսը -8-10 ունենք, կարողանալու եմ ջերմոցի մեջ +8-ը բայել։ Հիմա ջերմոցային տնտեսության համար +8-ն իդեալական չէ, բայց ավոկադոյի ծառների համար +8-ն շատ բավարար է։ Ամեն մեկը իր մշակ հետո եթե մենք հասցնում ենք կետնից կարողանում ենք +8-ը ստանալ, մեզի մնում անդեղ եթե վարունգ լոլիկ ենք մշակում, պամիդոր ենք մշակում, մեզի մնում անդեղ միայն 10 աստիճան տաքացնել։ Ֆերմերը նպաստավոր միջավայր է ստեղծել, որ ավոկադոյի ծառերը չխեղճանան։ Դրանք մի կողմից ծաղկում, մյուս կողմից բերք են տալիս։ Տարին 10 ամիս ծառերը բերք առատ են։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, Լուրեր։